Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է իր համար մի հստակ դիրքորոշում ունենա, առհասարակ ոչինչ չգնել Թուրքիայից ներմուծված ապրանքատեսակից, թշնամական երկրից ներմուծվող ապրանքատեսակի գնման դեպքում մենք վճարում ենք գումարը մեր քրտինքից, տալիս են, որպեսզի հզորանա թշնամի երկիրը, որով նա արտադրում է փամփուշտ եւ այդ փամփուշտով սպանում է մեր զինվորին։ Սա բացառել է պետք։ Ինչ վերաբերվում է Թուրքիայից ներկրող կազմակերպություններին, եղբայրի Սեր Աստծու, բերեք Մալազիայից, բերեք Հնդկաստանից, բերեք Իրանից, որտեղից ուզում եք։ Ես չեմ ասում թող չզբաղվեն բիզնեսով։ Ոչ, թող բերեն, թող լեսնեն, բայց ոչ այն երկրից, որ այսօր ուզում է գլխատի հայ մորը, հայ աղջկան, որը յաթաղան է ճոճում Հայաստանի Հանրապետության ժողովրդի գլխին, այդ դրան հարստացնել, սա նշանակում է ապրել անմտության ամենավերջին աստիճանով։ Այսքան կոտորածներ տալուց հետո, այսքան տարածքներ տալուց հետո, մենք այսօր ասում ենք հարստացի, որ մորթես ինձ ու իմ ընտանիքը, ու իմ ժողովուրդը, ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Ես քեզ վճարում եմ, որպեսզի քո բյուջեն հարստանա, որպեսզի այդ հարստացած բյուջեով դու կործանես իմ երկիրն ու իմ հայրենիքը, որ իրականանա քո նախկինների ում իրավահաջորդն ես, հա, նպատակների իրականացման իրավահաջորդն ես դառնում դու, ով հայտարարել էր, որ պետք է աշխարհում մնա մեկ հայ էնել թանգարանային նմուշի համար։ Բացառեք դա, մի գնեք թուրքական արտադրության եւ ոչ մի բան։ Զարգացրեք Հայաստանի Հանրապետության արտադրողի շահը, գրպանը, տնտեսությունը, որտեղ աշխատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։